Մենք հանձնառություն ենք վերցրել մեզ վրա նայել բոլոր էպիզոդները, որոնք որ տեղի ունեցել Հայաստանում, որը բավականին մեծ ռեսուրս է պահանջում, որովհետև ամեն case ինքը յուրահատուկ է։ Իրանք կարող են իրար մեջ նման լինել, որ մարդուն արել են որոշակի phishing, մարդը իր կամքով տրամադրել է տվյալները, կլինեն դեպքեր, որ դա չի լինի, կլինի այլ ճանապարհ։ Ուստի մենք պիտի кейսերը նայենք, փորձենք այդ кейսերը համախմբել ինչ-որ մի հատ ընդհանուր բանիկ դուրս գանք ու տեսնենք, եթե խնդիրը պրոդուկտի մեջ է, արձագանքենք դրան, եթե խնդիրը կարգավորման մեջ է, արձագանքենք դրան, եթե խնդիրը մարդու կողմից անփութության պատճառով ստեղծված իրավիճակն է, այդտեղ մենք այդքան էլ զորեղ չենք, բայց մենք հանձնառություն ենք վերցրել այդ բոլոր кейսերը հատ-առ-հատ նայելու, ու ես կարծում եմ դրա մասին նաև մեր վերահսկողության ղեկավարը հայտնել է այն մարդկանց, ովքեր որ ցավոք տուժել են այդ ամեն ինչից։ Այդտեղ ուղղակի ավելացնեմ, որ մեր կողմից հանձնառությամբ ու մենք ենք ոնց որ բանկերին ուղղորդել ու հորդորել գտնել լուծման ճանապարհ ու այս պայծրությամբ լուծման ճանապարհը այն է, որ այս պահին սառեցվում են բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի кейսերի համար։ Դատախազը ազգային ժողովում հայտարարեց, որ կան բանկեր, որոնց մոտ անվտանգության մակարդակը չափազանց թույլ է եւ ինքը այդ մասին տեղեկացրել է կենտրոնական բանկին։ Կարող էին ձեր գլխավոր դրամատան վերահսկիչները չնկատել դա եւ եթե այդտեղ խնդիր կա, ով պետք է պատասխանատվություն կրի։ Շնորհակալություն։ Պատասխանատվություն պիտի կրի այն սուբյեկտը, ում մոտ որ խնդիրը կա, ուղղակի խնդիրը նրա մասին է, որ SEDA-ի բարձրացրած հարցին հետ գալով, հա, եթե խնդիրը լիներ ստատիկ, այսինքն իրավիճակը լիներ նույնը, ինչ որ 2 տարի առաջ էր կամ 5 տարի առաջ էր, այդ խնդիրը լուծելը շատ հեշտ է։ Եթե դու ունես մի իրավիճակ, որտեղ ամեն օր կամ ամեն շաբաթ նոր պրոդուկտներ են ստեղծվում, որոնց հետևում կա հսկայական աշխատանք, թե անվտանգության, թե պրոդուկտի տրամադրման տեսանկյունից, դինամիկան շատ մեծ է, դրա համար հետևել բոլոր պրոդուկտների, բոլոր մուտքերին, շուկա ու հետևել ռեալ ժամանակի ռեժիմով անհնար վիճակ է, կենտրոնական բանկը չունի 7500 աշխատող, որոնք որ կարող են այդ 7500 պրոդուկտները նայեն։ Կենտրոնական բանկի բանկերի վերահսկողության բաժնում մի տասնյակին մոտ մարդ ընդամենը աշխատում, որոնք որ զբաղված են բանկերի վերահսկողությամբ, պրոդուկտներով եւ այլն, այսինքն խնդիրները մենք հասկանում ենք, փորձում ենք հնարավորինս արագ լուծումներ տալ, բայց այդ զարգացման տրայեկտորիայի հետևից նպատակադրել ու գնալ մի քիչ դժվար է։ Արդյոք խնդիրը տարիներ շարունակ նույն բանկերում է, թե չէ, թե բանկերի թիվը ավելացել է, թե պակասել է, այս պայծրությամբ իմ ունեցած տեղեկատվությամբ մենք խոսում ենք 3-4 բանկի մասին, 5 տարի առաջ կդժվարանամ ասել այդ բանկերը նույնն էին, թե նույնը չեն, կնայեմ կասեմ, բայց այդպես չեմ կարող էլ հիմա ասել, իրանք նույնն էին, թե նույնը չեն։ Այս պայծրությամբ մենք խորքային ուսումնասիրություն ենք անում կոնկրետ 3-4 բանկում։